Գրական առաջնություն ամառային ամենաթեժ փառատոնին Նյումեկ Summer Fest 2026-ին Առաջին անգամ ֆրանսերեն բնագրից ամբողջական եւ լրամշակված թարգմանությամբ Ալեքսանդր Դյումա 3 հրացանակիրները Սպանությունների ակումբ ամեն 5 շաբթի համաշխարհային բեսթսելերի երկրորդ գիրքը Ռիչարդ Օսման Մարդը, որը նորից էր մահացել Բուլղարիայի 21-րդ դարի ամենահայտնի հեղինակի Գեորգի Գոսպոդինովի վեպը, որ արժանացել է Բուկեր մրցանակի, ժամանակի ապաստարան և համաշխարհային ամառային թրենդը գրականությամբ։ Խաղադաշտ են մտնում սպորտային բեսթսելերները։ Լուչիանո Վերնիկե, Ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի, Անդրեա Ղասի, Անկեղծորեն և հանդիպում Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ, Իտալիայի կրկնակի չեմպիոն Հենրիխ Մխիթարյանի հետ։ Իմ կյանքը միշտ կենտրոնում կենսագրականի շուրջ քննարկում ու գրքի մակագրություն։ Նյումեկ Summer Fest 2026 հունիսի 27-ին Երազայգում երեկոյան 5-ից մինչև ուշ երեկո Փառատոնի համակազմակերպիչ Երազ Projects Գլխավոր հովանավորներ Evoca Bank Rock Capital Cinema Star Armenia Հովանավորներ Darget Oprint Ինֆորմացիոն հովանավորներ Radio Comedy Corner Football Armenia Բարի լույս, բարի առավոտ, եւս մեկ անգամ սիրելի հեռուստադիտողներ, մեր տրամադրությունը բարձր է, նախ հոլովակից հետո էլ ավելի բարձրացավ, հասկացանք թե ինչ հագեցած, այո։ Շուտով շփվելուց նաև ավելի կբարձրանա իհարկե։ Եվ Նյումեկ հրատարակությունն ու Երազ Projects-ը շաբաթ օրը հունիսի 27-ին երեկոյան 5-ին բոլորին հրավիրում են Երազ այգի Նյումեկ Summer Fest 2026-ին։ Փառատոնը լինելու է շատ սպորտային, քանի որ աշխարհը հետևում է արդեն ֆուտբոլի առաջնությանը։ Մեր տաղավարում են փառատոնի համակազմակերպիչներ, Նյումեկ հրատարակչության ռազմավարական եւ հատուկ նախագծերի պատասխանատու, մեր շատ սիրելի եւ հավատարիմ հյուր Գոհար Մանիկյանը, բարի առավոտ։ Եվ Երազ Projects-ի մարքեթինգի եւ հանրային կապերի պատասխանատու Մերի Մելիք Սարգսյանը։ Բարի առավոտ, շնորհակալ ենք հյուրընկալվելու համար։ Մեր տրամադրությունը բարձր է, քանի որ խոսելու ենք եւս մեկ շատ հետաքրքիր նախագծի մասին, դուք մնում եք, այսինքն ձեռքը պահում եք միշտ զարկերակին, աշխարհն ապրում է այս պահին ֆուտբոլով եւ դուք էլ ներառել եք նաեւ այս ամենը փառատոնի շրջանակներում, բայց եկեք գիտեք խոսենք այն մասին, թե առհասարակ ինչպես եղավ այս միտքը, ինչպես որոշեցիք, որ հենց ֆուտբոլը, գրականություն այս ամեն պետք է միահյուսել փառատոնի շրջանակներում։ Գրական առաջնություն։ Այո։ Ճիշտն ասած, այսպես է Նյումեգում, եթե հիմա 2026 թիվն է, մենք ապրում ենք արդեն 2027-28 թվականով։ Նախապես հաշվի առնելով, թե ինչ է կատարվում Հայաստանում ու աշխարհում, մենք դա փորձում ենք ինչ-որ մի ձև բերել, կապել նաև գրական աշխարհի հետ։ Եթե անցած տարի մեզ մոտ գիրքը, գինին եւ ջազն էր, այս անգամ մենք որոշեցինք սպորտային։ Ինչու սպորտային, որովհետեւ ամբողջ աշխարհը ֆուտբոլ է նայում, ֆուտբոլ է խաղում եւ ֆուտբոլ է վայելում։ Որպեսզի մարդկանց, այսինքն միանգամից չկտրենք այդ լավ տրամադրությունից, մենք որոշեցինք այդ ամեն ինչը միախառնել եւ այդ միախառնումից ստեղծվեց այն փառատոնը, որը տեղի ունենալու հունիսի 27-ին, այսինքն 2 օրից, շաբաթ օրը։ Բացի դրանից նաև մենք մտածեցինք, որ ինչպես գրքերը, այնպես էլ ֆուտբոլը ստեղծում են հերոսներ, պատմություններ։ Այդ պատմությունները ունեն հաղթանակներ, ունեն պարտություններ, բայց հենց այդ ամեն ինչով կարծես ստեղծվում է այն կարևոր շարժիչ ուժը, որով դու ցանկանում ես հետևել սպորտին եւ հետևել գրականությանը։ Շատ հետաքրքիր էր։ Այո, եւ Մերի, Երազ Projects-ը միշտ եղել է, այսպես ասած, այդ թրենդային կերպարի մեջ, Նյումեգի հետ իհարկե միասին, եւ ըստ ձեզ ինչով է կարեւոր նման մասշտաբային ընդհանրապես իրադարձությունները Հայաստանում, այս դեպքում այս մշակութային գրքի նաեւ փառատոնը, ըստ ձեզ ինչով է կարեւոր։ Եվ ինչ ակնկալիքներ ունեք։
Հստակ կարող եմ ասել, որ մենք 6-րդ տարին արդեն միասին Նյումեգի հետ իրականացնում ենք այս գեղեցիկ միջոցառումը եւ որպես ներսից հայացք կարող եմ ասել, որ նմանատիպ փառատոները հատկապես գրքի ձևաչափով ստեղծում են բաց մշակութային կենտրոններ, հա, ինչպիսիք օրինակ վայրերից մեկը քաղաքային կամ հանրային վայրերից մեկը երազային է եւ դառնում են նմանատիպ վայրերը բաց քննարկումների, հանրային քննարկումների, մարդկանց մտքերի փոխանակման բաց եւ ներառական հարթակ։ Մեզ մոտ մարդկանց մոտ միշտ կա կարծրատիպ, որ փառատոները լինում են փակ հրավերներով եւ սա շատ լավ հարթակ է, որ մարդիկ կարող են նույն երիտասարդ կադրերով, ովքեր որ կարող են կապեր ստեղծել հրատարակիչների հետ, գրողների հետ, փոխանակվել իրենց իդեաներով եւ տարեցտարի մենք այդ ամեն ինչի արդյունքը շատ լավ տեսել ենք եւ տեսել ենք ինչպես մարդիկ կարողանում են գալ, շփվել, ստեղծել նոր կապեր եւ նաեւ շատ կարեւոր է այն, որ նմանատիպ միջոցառումների ժամանակ գիրքը իր ավանդական միջավայրից դուրս է գալիս եւ ստեղծում է նոր հնարավորություններ, որ մարդիկ կարողանան հենց գրքի օգնությամբ, ընթերցանության օգնությամբ շատ հնարավորություններ ստանալ։ Այս անգամ եւս ամեն ինչը մենք այգում յուրաքանչյուր տարի կատարում ենք մեծ ներդրումներ, որպիսի դա դառնա հենց այն վայրը, որտեղ որ մարդիկ կարող են գալ ապահով, խաղաղ, զով այս ժամանակաշրջանի համար, որպիսի կարողանան գալ ու հնարավորություն ունենան մասնակցելու նման միջոցառումների, դες մեր գործընկերներն էլ բնականաբար պահպան չեն թողնում, որ յուրաքանչյուր րոպեն, որը անցկացվում է այգում, լինի բովանդակալից եւ չլինի ձանձրալի, ինչը որ այսօր բավականին դժվար է ընկերությունների կողմից ապահովել։ Բայց պետք է նշենք, որ ձեզ մոտ ամեն տարի դա ստացվում է, քանի որ կարողանում եք ճիշտ էլեմենտներ, ճիշտ կոմպոնենտներ միաձուլել իրար։ Իհարկե։ Այս տարի երկու կարգախոս կա՝ գրական առանցքություն եւ լեգենդները վերադառնում են։ Խոսենք նաեւ կարգախոսների մասին եւ հասկանանք լեգենդները վերադառնում են, դրանք վերաբերում են թե գրքերին, թե իսկապես լեգենդերին։ Մի փոքր գոհարդենք, խնդրեմ, որ բացենք փակագծերը։ Շատ լավ, քանի որ սկսվում է փառատոնը 17:00-ից մինչև ուշ երեկո, մինչև թույլ կտա օրենքի սահմաններում մենք մինչև վերջին րոպեն աշխատում ենք ու այդ ամբողջ ընթացքում տարբեր զոնաները, քանի որ այգին այնքան մեծ հնարավորություններ է տալիս, թե կանաչ տարածքները օգտագործել, թե փակ տարածքները, մենք որոշել ենք այնպես անել, որ օգտագործել բոլոր հնարավորությունները Երազ Project-ի, դրա համար ինչ ենք արել։ Բացի մեծ բեմից, որ տեղի են ունենալու իրադարձությունները, նաև կլինեն եւ գրքի տոնավաճառ եւ այդ ամբողջ կանաչ հատվածում կլինի ու այդ ամբողջ տարածքով մենք այդ կարգախոսները զգալու է յուրաքանչյուր այցելու։ Լեգենդները վերադառնում են, դա երկու մասի բաժանենք այս կարգախոսը։ Մենք նկատի ունենք, որ առաջին անգամ հայերեն թարգմանությամբ եւ դրամշակված բնօրինակից թարգմանվել է 3 հրացանակիրները Ալեքսանդր Դյումայի։ Լեգենդ ասելով մենք նկատի ունենք Դյումային, իր հերոսներին, որովհետեւ լեգենդները նրանք են, ովքեր ժամանակ եւ տարածություն չեն ճանաչում։ Բացի դրանից վերադառնում է նաև մեր շատ սիրելի գրքերից Սպանությունների ակումբը եւ շատ այլ գրքեր, որոնց եւ թեմաներ եւ կերպարները հենց ամփոփում են այդ լեգենդները վերադառնալուն։ Իհարկե մյուս գործընկերները կխոսեն այդ գրքերի մասին, մյուսը նաև այն կերպարները, ովքեր որ բովանդակալից են սարքելու այն լեգենդները։ Առաջինը եւ կարևորներից Հենրիխ Մխիթարյանը։ Նյումեգը այս տարի հրատարակեց Հենրիխ Մխիթարյանի կենսագրականը եւ այսօր նա Հայաստանում է եւ լինելու է այդ օրը մեզ հետ։ Բացառիկ միջոցառում է սպասվում, բացի զրույցից, որը տեղի է ունենալու, դրան նախորդելու է նաև գրքերի ստորագրությունը։ Հենրիխ Մխիթարյանը մեր այսօրվա կարևոր դեմքերից է, մեր լեգենդներից է եւ բազմաթիվ երեխաներ, մարդիկ կան, ովքեր ցանկանում են ստանալ նրա ստորագրությունը։ Նյումեգը եւ Հենրիխ Մխիթարյանը այդ հնարավորությունը տալու են երկրպագուներին ոչ միայն լսել իրենց հերոսին, այլև ստանալ ստորագրությունը։ Դրա համար մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ոչ ոք տխուր չհեռանա, Երազ այգու հետ այնպես ենք կազմակերպելու, որ բոլորը հերթով մոտենան, շարքով, կարգով եւ իհարկե մեկը մյուսին հարգելով, որը շատ կարեւոր է, եւ ստանան ստորագրությունը։ Սա փոքրիկ ուղերձ։ Այո, այլ ֆուտբոլիստներ են լինելու իհարկե, բացի դրանից նաև մենք թենիսի լեգենդներից եւս մեկի գիրքն ենք հայերեն հրատարակել Անդրե Աղասի, այսինքն լեգենդները վերադառնում են, լրիվ տեղավորվում է մեր բովանդակության հետ կարգախոսը։
Դիբուկ է ընտրված։ Մենք լրիվ համաձայն ենք։ Իրոք որ գրքասերները եւ մարզասերները պետք է համատեղվեն մի վայրում եւ կարծում եմ ինչպես վազքը ֆուտբոլի մեջ է շատ սիրված եւ պետքական, պետք է վազելով նաեւ գան այստեղ եւ շատ հաճույքով իհարկե վերադառնան նաեւ տուն։ Մերի, խոսենք նաեւ որ Երաս Project-ը միշտ գրքի եւ գրքային իրադարձությունների կողքին է։ Սա ըստ էս միայն ձեր ընկերության, այսպես ասենք, քաղաքականության դրսևորումն է, թե միգուցե նաեւ աշխատակիցների սերը գրքի նկատմամբ։ Երկուսն էլ։ Վստահությամբ կարող եմ փաստել, որ դա երկու ստեկ է, ոչ միայն արտաքին կորպորատիվ քաղաքականություն է, այլ ակնհայտ է, որ յուրաքանչյուր ընկերության գործունեություն արտաքին դա ներքին արժեքների արտացոլումն է։ Եվ Երաս Project-ը այն եզակի ընկերություններից է, որ երբեք չի կազմակերպում միայն ժամանցային միջոցառումներ։ Մեր յուրաքանչյուր միջոցառում իր մեջ կրում է որևէ մշակույթի մասնիկ, կրում է այն, ինչը որ մենք ցանկանում ենք մարդիկ, ովքեր իրենց ժամանակը տրամադրում են եւ այցելում են այգի, մասնիկն են դառնում այդ միջոցառումներին, նրանք կարեւոր ինֆորմացիայով վերադառնան տուն եւ կրկին ցանկանան եւ վերադառնալ։ Մեր օրինակ գլխավոր գրասենյակում մենք ինքներս ունենք շատ մեծ գրադարան եւ ունենք շատ հաճելի ավանդույթ, այսպես ասած, որ մենք գոլեգաներով, աշխատակիցներով ընտրում ենք որևէ գիրք, դա սահմանում ենք ժամանակահատված, օրինակ 1 ամիս, այդ 1 ամսվա ընթացքում արդեն իրար ստիպելով արագ կարդում ենք, որպեսզի մեր սուրճերի, մեր զրույցների ժամանակ քննարկենք, կիսվենք իդեաներով եւ դարձնենք լավ ավանդույթ նմանատիպ ընթերցանությունը զարգ տալու նմանատիպ միջոցառումները նաև ներկազմակերպական եւ նաև ոչ միայն Նյումեգը, հա, մշակույթի առումով մենք նաև իրականացնում ենք յուրաքանչյուր տարի ամռանը մեզ մոտ խաղողորտնեքի միջոցառումը, որը կրկին շատ գեղեցիկ է եւ իրականում կան միջոցառումներ, որոնք որ պետք չի բաց թողնել, որովհետեւ նմանատիպ հնարավորությունները շատ եզակի է տրվում տեղափոխվել որևէ ժամանակաշրջան եւ ամբողջությամբ վայելել այդ ամեն ինչը, ինչը որ վստահեցնում ենք տեղի կունենա եւ 27-ին հունիսի եւ Վարդավառին Երազայգում եւ նաեւ Խաղողորտնեքին եւ նաեւ այդ ամեն ինչի վառ ապացույցն է հենց գրադարան սրճարանը Երազ այգում գտնվող։ Այսօր մենք շատ լավ ուրախությամբ պետք է ասենք, որ ռեստորանային սրճարանային ոլորտը Հայաստանում շատ զարգացած է եւ այդ մրցակցության մեջ պահել կոնցեպտուալ որևէ սրճարան շատ բարդ է, բայց եւ մենք այդ միջավայրը ստեղծել ենք, պահում ենք տարիներ շարունակ մեր այն ընթերցասեր այցելուների համար, ովքեր որ փնտրում են խաղաղ միջավայր, գալիս են, մենք այնտեղ ունենք առանձնացված հատված Նյումեգի գրականության համար, ունենք շատ գրքեր եւ նաեւ հետամուտ ենք լինում մեր այցելուների ցանկություններին, ովքեր գալիս են եւ ասում են, որ օրինակ այս գիրքը կուզենք տեսնել, որովհետեւ ավանդույթ է դարձել, մարդիկ գալիս են, վերցնում են, կարդում են, հնարավորություն ունեն ծանոթանալու օրինակ Նյումեգի գրքերին, հետո որոշում կայացնելու, որ նրանք դա կուզեն գնել եւ տեղում էլ կարողանում են գնել զեղչով, հենց գրադարան սրճարանից։ Հենց այս ամեն ինչը կարծում եմ արտացոլանքն է ընկերության ներքին արժեքների, որը որ մենք փորձում ենք տարածել եւ լավ գործընկերների եւ իհարկե հարմոնիկ համագործակցության, բայց նաեւ վստահ եմ, որ ինչքան էլ կան հավատարիմ այցելուներ այս ամբողջ տարիների ընթացքում, կան նաեւ մարդիկ, ովքեր դեռ չեն այցելել եւ ունեն հարցեր եւ կան վստահ եմ տարածված հարցեր, օրինակ մուտքն ազատ է, մուտքն անվճար է կամ գրքեր, այո, լինելու են վաճառքի, լինելու են զեղչեր, գոհար կխնդրեմ այս բոլոր հարցերի պատասխանները տալով հրավիրել մեր հեռուստադիտողներին։ Շնորհակալություն, սովորաբար փառատոնից առաջ բոլորը գիտեն, որ մեր աշխատակիցները սկսվում է մի փուլ, որ բացի նրանից, որ մուտքն ազատ է, իսկ որ մուտքն ազատ է, որքան արժե, իսկ որքան արժե, իսկ մեզ զեղչ չի հասնում, ու երբ որ անդադ ասում ես, որ մուտքն ազատ է, մենք ձեզ սիրով սպասում ենք, միշտ մի հարց լինում, որտեղ մարդիկ չեն հավատում, ամեն դեպքում դրա համար մենք ունենք այնպիսի գործընկերներ, ինչպես Երաս Project-ն է, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այո, մուտքը ազատ լինի, մարդը մոտ լինի գրքին։ Եթե նա եկավ, խաղաց վոլեյբոլ, խաղաց թենիս, իր սիրելի կերպարներին տեսավ, ամեն դեպքում, երբ որ լսեց երկու նախադասությունը շնորհանդեսից, մեզ արդեն դա բավական է։ Եթե գիրքն էլ չգնի, արդեն ինչ-որ մի ինֆորմացիա նա ստացավ, հետո 1 ամսից հաստատ գնելու է։ Այո, մուտքն ազատ է, մենք սպասում ենք բոլորին եւ հենց այդ պատճառով էլ ամեն ինչ արել ենք։ Սկսած 40% զեղչից, վերջացած նրանից, որ եթե ասում ենք սպորտ, ուրեմն մենք նկատի ունենք սպորտի բոլոր տեսակները։ Այնպես որ բոլորին սիրով հրավիրում ենք ամառային այս գեղեցիկ օրը վայելել մեզ հետ
եւ այն ամենը, ինչ որ մենք արել ենք այս մի քանի ամսվա ընթացքում, շատ հաճելի է, որպեսզի տեսնես այցելուներին ու նաեւ նրանց մեծ արձագանքը։ Եվ նաև ես կուզեմ հավելել, որ հանգիստ կարող են բոլորն այցելել ընտանիքի անդամների հետ, չանհանգստանալ, թե ինչով են զբաղվում երեխաները, ինչով են զբաղվելու, բացի ինտերեսանությունից, բացի այն բազմազան հնարավորություններից, ինչը որ կա, այգին ունի շատ ժամանցի տեսակներ, որ ծնողները կարող են հանգստանալ, իսկ բալիկները օգտվել եւ ուրախանալ։ Էլ ինչը պետք, լավ օր լավ ամառվա համար պրոդուկտիվ հրաշալի օր, մեծ հնարավորություն, եւ ուղեղի համար, եւ մարմնի համար։ Շատ ճիշտ է, այո, եւ նաեւ երազանքների կատարման օր կարելի է, քանի մարդ է սպասում առհասարակ հենց Հենրիխ Մխիթարյանին տեսնելու։ Մի խոսքով հրաշալի է, այս ամենը մենք դեռ իհարկե խոսելու ենք մեր հյուրերի հետ գրքերի մասին, մենք շնորհակալ ենք, որ կիսվեցիք մեզ հետ մանրամասնություններով, նաև կսպասենք այդ օրվան, որպեսզի մենք էլ գանք ներկա գտնվենք, շնորհակալ ենք, որ օրը սկսեցիք մեզ օրերին, ուսաբանենք սիրով եւ իհարկե գրքերին։ Շնորհակալ ենք ձեզ, լավ։ Մենք զրուցում ենք Նյումեգ հրատարակչության ռազմավարական եւ հատուկ նախագծերի պատասխանատու Գոհար Մանուկյանի եւ Երազ Project-ի մարքեթինգի եւ հանրային կապերի պատասխանատու Մերի Մելիք Սարգսյանի հետ։ Երազ Project-ն ու Նյումեգն այս շաբաթ օրը հունիսի 27-ին երեկոյան 5-ին հրավիրում են Երազ այգի Նյումեգ Summer Fest-ին մասնակցելու։ Շատ ճիշտ է, իսկ փառատոնին ներկայացվելու է 5 գիրք, սպորտային ու համաշխարհային բեսելերներ։ Այդ գրքերից մեկը Ալեքսանդր Դյումայի 3 հրացանակիրներ գիրքն է։ Նյումեգն առաջին անգամ վեպը թարգմանել է բնագրից ֆրանսերենից։ Դիտենք գրքի անոնսը։ Իհարկե, իսկ տեսանյութը գովազդից անմիջապես հետո է։ Ճիշտ է, գովազդ։ Ամռան գլխավոր գրական իրադարձությունը։ Ֆրանսիական գրականության ամենահայտնի հեղինակի Ալեքսանդր Դյումայի գլխավոր վեպը հայերեն։ Առաջին անգամ ֆրանսերեն բնագրից Սամվել Գասպարյանի փայլուն թարգմանությամբ։ Դյումայի ամենաքաղաքական ու հումորային գիրքն ի սկզբանե հատվածներով տպագրվել է թերթում, որը կարդալու համար ֆրանսիացիները երկար հերթեր էին կանգնում։ Je suis Charles d'Artagnan. Մեկը բոլորի, բոլորը մեկի համար, վեպի գլխավոր նախադասությունը, որն ամբողջ աշխարհում դարձել է ընկերության ամենահայտնի խորհրդանիշը։ Ինչու Դյուման գիրքը վերնագրեց 3 հրացանակիրներ, եթե նրանք 4-ն են։ 3 duels en 3 heures avec 3 mousquetaires. Monsieur Athos a le droit de me tuer en premier, Monsieur Porthos en second et Aramis en dernier. Je vous prie de m'excuser par avance si je ne peux contenter tout le monde. Հեղինակն ընդունում էր, որ վերնագիրն անտրամաբանական է, բայց վստահ էր, որ հենց դա կլինի գրքի հաջողության գրավականը։ Արկածներ, սուսերամարտ, պալատական դավադրություններ ու անմահ ընկերություն։ 4 հավատարիմ հրացանակիրների ընկերության պատմություն, որն արդեն 2 դար պատվի ընկերության, սիրո եւ պայքարի մասին անգերազանցելի դասական է։ Ալեքսանդր Դյումա, 3 հրացանակիրները, առաջին անգամ բնագրից ամբողջական թարգմանությամբ։ Գրքի գլխավոր գործընկեր ՎՏԲ Հայաստան բանկ։ Մենք դիտեցինք, այո, բարի առավոտ։ Մենք դիտեցինք Ալեքսանդր Դյումայի 3 հրացանակիրները, ամենասիրված գրքի, կարծում եմ, սիրվածներից մեկի, ամենադասական դարձած, ես էլ շատ եմ սիրում այդ գիրքը, չգիտեմ, անոնսը, եւ գրքի շնորհանդեսը իհարկե լինելու է այս շաբաթ օրը հունիսի 27-ին, երեկոյան 5-ին Երազ այգում, Նյումեգ Summer Fest-ին։ Գիրքն առաջին անգամ հայերեն է թարգմանվել ոչ թե ռուսերենից, այլ բնագրից, ֆրանսերենից, Անահիտ, պատկերացնում ես։ Հրաշալի փաստ է, մենք մի փոքր խոսացինք Նանեի հետ այս մասին, հասկացանք այդ կարևորությունը հենց բնագրից թարգմանելու, դուք էլ վստահ եմ հասկանում եք, եւ այս գրքից բացի կլինի նաեւ այլ 4 գրքերի շնորհանդեսներ, մարզական միջոցառումներ,
Սուսերամարտի, թենիսի, բաց դասեր, ֆուտբոլի առաջնության առիթով Նյումեգ Summer Fest-ին, ֆուտբոլային շոյով հանդես կգան նաև Հայկ Ֆրիստայլը եւ Դավիթ Մանոյանը, հրաշալի ֆուտբոլիստներ, փառատոնային մյուս մանրամասներն էլ իհարկե մեզ կպատմի, կներկայացնի Նյումեգի կորպորատիվ եւ միջազգային գործակցության պատասխանատու, այս բառը շատ եմ սիրում, մեր հավատարիմ հյուր Նանե Մանուկյանը։ Բարի լույս Նանե ջան, բարի առավոտ։ Շնորհակալ ենք հյուր ընկալվելու համար։ Շնորհակալ, միշտ հաճելի է ցած հետ սկսել օրը։ Շնորհակալ ենք շատ, հագեցած փառատոնի մասին ենք խոսում, լինելու են տարբեր հատվածներ առանձնացված, բեմ, սրճարան, հետո play zone, գրադարան, մի խոսքով կներկայացնեք մեզ ինչ են սպասում այցելուներին այդ տարբեր հատվածներում։ Այո, սիրով։ Գիտեք իհարկե, որ Նյումեգի փառատոները երբեք միայն գրքերի մասին չեն լինում։ Մենք ամեն բան անում ենք, որպեսզի ընթերցողին շատ ավելի բազմաշերտ, բազմաբովանդակ, հետաքրքիր, մշակութային, ժամանցային փորձառություն ապահովենք ու ներկայացնենք եւ այս անգամ եւս իհարկե բացառություն չէ, ավելին այս անգամ այնքան շատ են այդ մշակութային, սպորտային ու ժամանցային բաղադրիչները, որ մի պահ տպավորություն էր, որ գրքերը ստվերում են մնում, բայց իրականում ոչ, մենք այս ամենը շատ տրամաբանական գծերով ենք փորձել կապել, օրինակ մեր գլխավոր բեմում լինելու են գրքերի շնորհանդեսները, գրքերի, որոնց մասին արդեն խոսեցիք եւ դեռ կխոսենք, բայց դրան զուգահեռ play zone-ում լինելու է սպորտային շատ տարբեր ու հետաքրքիր, ուրեմն միջոցառումներ, բաց դասեր, մենք Անդրեա Աղասիի գիրքն ենք ներկայացնելու, դեռ այդ մասին կխոսենք եւ հենց այդ նպատակով է, որ ունենք թենիսի բաց դաս, ունենք սուսերամարտի բաց դաս, որը եւս պատահական չէ, արդեն ասացինք, որ 3 հրացանակիրներն ենք ներկայացնելու, ունենք բասկետբոլի, ֆուտբոլի, այսպես զոնաներ առանձնացված եւ այս առումով կարծում ենք, որ շատ հետաքրքիր կլինի ընթերցողներին եւ շնորհանդեսներին մասնակցել, բայց նաեւ իրենք էլ իրենց մասնակցություն ունենան, գուցե առաջին անգամ սովորեն, չգիտեմ, թենիս խաղալ, իրենց հետաքրքիր եւ շարունակեն զբաղվել, նաեւ իհարկե ֆուտբոլն է, քանի որ գլխավոր այսպես թեմատիկան, գրական առաջնություն ենք այսպես կազմակերպել, մենք ունենալու ենք ֆուտբոլային զոնա, ինչպես արդեն նշեցիք, Դավիթ Մանոյանի եւ Հայկ Ֆրիստայլի հետ, ես վստահ եմ, որ երեխաները, պատանիները շատ ակտիվ ու ոգևորված գալու են, այո, արդեն ընդամենը մեկ հոլովակ ենք տեղադրել Նյումեգի սոցեջերում ու արդեն ակնհայտ էր այդ ակտիվությունը, նաեւ գրադարան սրճարանը, ինչպես նշեցիք, այստեղ եւս ունենալու են գրքերի շնորհանդեսներ, բայց մի փոքր այլ ձևաչափով, գիտեք երևի, որ Նյումեգը արդեն կես տարի ունի իր գրական ակումբը, Նյումեգ Signature Club-ը, եւ մենք որոշեցինք, որ մի փոքր ձևաչափը փոխենք ու հենց Signature Club-ի անդամները ներկայացնեն մեր գրքերից երկուսը, այսինքն մենք նրանց հնարավորություն տվեցինք մինչեւ գրքի տպագրվելը կարդալ գիրքը, ինչը շատ ոգևորիչ հանգամանք էր նրանց համար եւ արդեն նյումեգցիների հետ, մյուս ակումբականների հետ ունենալ գրքի մասին քննարկում, շնորհանդես, այս ձևաչափով։ Խոսքը 3 հրացանակիրների մասին է։ Ոչ։ 3 հրացանակիրները կլինի գլխավոր բեմից, իսկ գրադարան սրճարանում 2 գիրք ենք ներկայացնելու, մեկը Գեորգի Գասպարդինովի ժամանակի ապաստարանն է, բուլղարացի ժամանակակից գրող է, Booker Prize-ի դափնեկիր է եւ սա իր ամենահայտնի վեպերից մեկն է։ Առաջին այս գիրքն է եւ երկրորդը Ռիչարդ Օսմանի Սպանությունների ակումբ ամեն 5 շաբթի գրքի երկրորդ մասն է, որը դետեկտիվ թեթև պատմություն է, թե ինչպես են 4 թոշակառուներ որոշում արկածներ փնտրել եւ դետեկտիվ դառնալ ու լուծել այսպես դետեկտիվ պատմություններ։ Նանե, նաև նշենք, որ Evoco բանկն արդեն 5-րդ տարին անընդմեջ Summer Fest-ի գլխավոր հովանավորն է։ Եվ Evoco բանկը փառատոնին միշտ շատ հետաքրքիր նորություններով է ներկայանում։ Ինչ է սպասվում այս տարի։ Իրական մեզ համար շատ կարևոր է մեր գործընկերների հետ երկարաժամկետ գործակցություն ունենալ եւ սա փաստում է հերթական անգամ, որ մենք ունենք նույն արժեքները, նույն պատկերացումները եւ Evoco բանկը սրա հիանալի օրինակն է, որովհետեւ արդեն 5-րդ տարին անընդմեջ մենք Summer Fest-ի գլխավոր հովանավոր ենք իրենց ընդգրկում որպես եւ
այլևս չենք պատկերացնում Summerfest-ը առանց Էվոկաբանկի։ Այս տարիների ընթացքում տարբեր ձևաչափեր են ընտրել իրենց հետ համագործակցելու, օրինակ անցած տարի շատ հետաքրքիր ֆինանսական գրագիտությանը վերաբերող պանելային քննարկում ունեցանք։ Այս տարի երկու ուղղությամբ է Էվոկաբանկը ներկայանալու, նախ ունենալու են խաղարկություն բոլոր այն ընթերցողների համար, որոնք կգնեն գրքերը այդ օրը Նյումեգի տաղավարից, եւ հետո հնարավորություն կունենան մասնակցել խաղարկությանը եւ նոր սպորտային գրքեր ձեռք բերել Էվոկաբանկի կողմից։ Եվ որպեսզի այս սպորտային տոնից անմասն չմնան, նրանք ունենալու են բասկետբոլի զոնա մեր սպորտային հատվածում, այնտեղ նաև բասկետբոլի ֆեդերացիայից են լինելու հյուրեր եւ այսպես շատ հետաքրքիր Էվոկաբանկի բրենդինգով տաղավար են ստեղծել նաև բասկետբոլի սիրահարների համար, այդպես։ Ինչ արժեք է ձեզ միավորում, եթե ասեք ընդհանրապես մեկ նախադասության, հետաքրքիր է։ Ես կարծում եմ առաջին հերթին մարդու կրթական, մշակութային, առօրյան ու բովանդակությունը ու ցանկությունները բավարարելու այս մղումը։ Ահա, շատ հետաքրքիր էր։ Եվ ինչ լավ է, որ առասարակ դա մեկ անգամյա համագործակցություն չէ, այլ արդեն տարիների համագործակցություն է, դուք առասարակ ամեն տարի որոշում եք մի կոնցեպտ եւ միավորում ձեր գործընկերներին, նրանք էլ կիսում են այդ մտքերը եւ հրաշալի կերպով ինտեգրվում են։ Այո, Նանե, խոսենք նաև հիմա 3 հրացանակիրների մասին։ Ես իհարկե երբեք չէի մտածել այդ մասին, որ փաստորեն ռուսերենից է այսքան ժամանակ թարգմանված եղել։ Մենք ինչ կարդացել ենք ռուսական թարգմանությամբ եւ եւս մեկ անգամ այո հիշեցնենք, որ թարգմանությունը ներողություն այո եղել է դեռ կոմունիստական ժամանակաշրջանում, դե արդեն պատկերացնում եք, թե ինչքան փոփոխված եւ խեղաթյուրված հանգամանքներով ենք մենք դա կարդացել եւ սա հրաշալի առիթ է, որպեսզի հենց բնօրինակից կարդանք։ Խնդրում ենք նաեւ դուք ավելի մանրամասն խոսեք այս մասին եւ կարեւորության մասին։ Այո։ Իրականում ես կարծում եմ ու սա մի քանի անգամ եմ նշել, որ ռուսական թարգմանական դպրոցը հրաշալի թարգմանական դպրոց է, մենք շատ սովորելու բան ունենք, բայց անշուշտ բոլոր գրքերի դեպքում էլ բնագրից, բնօրինակից թարգմանությունը վստահաբար միշտ ավելի նախընտրելի է։ Բայց իհարկե ռուսականի ժամանակաշրջանը շատ կապ ունի։ Այո, անշուշտ։ Իմ երկրորդ միտքը հենց դա է լինելու, որ մենք ունեցել ենք նմանատիպ այլ օրինակներ եւս, օրինակ Ամիչիսի սիրտը ստեղծագործությունը, մանկական պատանեկան ստեղծագործությունը, վերջերս ներկայացրինք նաեւ կրկին բնագրից թարգմանությունը եւ այն ռուսերենից թարգմանված լինելու պարագայում 14 գլուխ գրքում բացակայում էր։ Իսկ սա նշանակում է, որ ուղղակի այլ բան են կարդացել մինչև այդ պահը երեխաները։ Սա իհարկե գրաքննության եւ շատ տարբեր հանգամանքների հետ կապ ունի խորհրդային շրջանի եւ այս գիրքը եւս Դյուման եւ մյուս դասականները կարծում եմ անմասն չեն մնացել եւ այդ առումով շատ կարեւոր էր մեզ համար նոր սերնդին դասական դարձած ստեղծագործությունները նոր շնչով ներկայացնել եւ ծանոթանալու հնարավորություն տալ։ Գրքի թարգմանիչը ֆրանսերենից Սամվել Գասպարյանն է, որը բոլորս գիտենք հրաշալի թարգմանիչ է, Ազնավուրի ամբողջ գրական ժառանգությունը ինքն է թարգմանել եւ այնքան հետաքրքիր դետալներ ու մանրուքներ են իրականում բացահայտվել, որ անգամ մենք էինք զարմացած, իսկապես շատ տպավորիչ էր ու բացի դրանից մենք նաև փորձել ենք այնպիսի այսպես պրոդուկտ ստեղծել, գիրք պրոդուկտ, որը նաև օրինակ կոլեկցիոներների համար հրաշալի տարբերակ կլինի, գիրքը ձեռք բերել, որովհետև շապիկն է շատ գեղեցիկ, դիզայներ Էդիկ Պողոսյանը հրաշալի շապիկ է պատրաստել եւ հետո շարքը մենք շարունակելու ենք, այնպես որ կարող են վերցնել առաջինը, մինչեւ մյուսները պատրաստ կլինեն։ Նաև սա էլ սպասված նորություն է։ Իհարկե, Նանև, ասենք որ ֆուտբոլի երիտասարդ երկրպագուներից մինչև դասական գրականության իհարկե սիրահարներ, թենիսի ու Անդրե Աղասի երկրպագուներ նաև կարող են գալ եւ մասնակցել Summerfest-ին, եւ քանի որ կարծում եմ բոլորը կգտնեն իրենց հետաքրքրությունները Summerfest-ի ընթացքում, թե գրական, թե մարզական, թե կենսական, ինչու՞ ոչ։ Եվ դուք ինչ խորհուրդ կտաք ուղիղ եթերից այն մարդկանց, որոնք որ մտածում են գալ կամ չգալ, ինչ խորհուրդ կտաք։ Ես կարծում եմ սա այն դեպքերից է, որ չափազանցություն չի լինի ասել, որ բոլորը իրենց հետաքրքրող որևէ բան կգտնեն։ Մենք ունենալու ենք
ինչպես նշեցինք արդեն, սպորտային զոնա, մշակութային, գրական, ունենալու ենք էքսպրոնտ պարային համույթին, որը Սուսերով Պարի, Խաչատրյանի Սուսերով Պարի Երուսյան ներքո շատ գեղեցիկ հատուկ այդ օրվա համար պար է բեմադրել, երաժշտական հատված ենք ունենալու, պարգն է լինելու մեր գլխավոր երաժշտական հյուրը, դել չեմ ասում Հենրիխ Մխիթարյանի մասին, որ ամփոփելու ենք օրը նրա հետ, եւ այս ամենի հետ մեկտեղ սա բացառիկ հնարավորություն է մեր վաճառքի կետից 40% դեղչով ձեռք բերել բոլոր գրքերը եւ այն գրքերը, որ այդ օրն ենք ներկայացնելու եւ Նյումեգի կատալոգի մյուս գրքերը եւս։ Այնպես որ եւս մեկ անգամ հրավիրում ենք բոլորին ժամը 5-ից, առաջարկում ենք հենց սկզբից էլ գալ, որովհետև շատ տարբեր զբաղմունքներ կան, մինչև հերթով անցնեն բոլոր տաղավարներով, արդեն կմոտենա գլխավոր, այսպես երեկոյան պահը Մխիթարյանի հետ հանդիպումը, այնպես որ սիրով սպասում ենք բոլորին, մուտքը ազատ է։ Շնորհակալություն Նանե ջան, այո, պետք է միշտ նշել, անդադար նշել մեր նախորդ հյուրերից էլ հենց նշում ենք մուտքը ազատ է։ Կարող եք նաև մոտենալ ընտանիքի բոլոր անդամներով, յուրաքանչյուրը կգտնեք ձեր հետաքրքրության զոնան, տարածքը։ Շնորհակալ ենք Նանե ջան, ձեզ լավ օր ենք մաղթում։ Մենք զրուցում ենք Նյումեգ հրատարակչության կորպորատիվ եւ միջազգային գործակցության պատասխանատու Նանե Մանուկյանի հետ։ Եվ փառատոնը տեղի կունենա Երազ այգում երեկոյան 5-ից մինչև ուշ գիշեր։ Շատ ճիշտ ես։ Դիտենք այս պահին եւս մեկ գրքի անոնս, որի շնորհանդեսը լինելու է հունիսի 27-ին Նյումեգ Summer Fest-ին Անդրե Աղասի անկեղծորեն։ Դիտենք, վերադառնանք։ Նա դարձավ սպորտային ամենահայտնի դեմքերից մեկը, 8 մեծ սաղավարտ, օլիմպիական ոսկի, աշխարհի առաջին ռակետ։ Այս պատմությունը սակայն հաղթանակների մասին չէ, սա պատմություն է մարդու մասին, որը խոստովանում է։ Դուք գրում եք, որ ատել եք սպորտը, որ ատել եք թենիսը, դա ցնցող է։ Այո, թենիսը ես երբեք չեմ ընտրել։ Մանկություն, որտեղ ամեն օրը սկսվում էր հազարավոր հարվածներով։ Հայրը հավատում էր, միլիոնավոր գնդակներ խփած որդին չի կարող պարտվել։ Փառք, սպորտային կուրքի կյանք եւ միայնություն թաքնված մարզադաշտի աղմուկի հետևում։ Ես մի օր արթնացա ու հասկացա, որ ապրում եմ կյանքով, որը ես չեմ ընտրել։ Ես ընկճախտի մեջ էի։ Միլիոնավոր մարդիկ ապրում են կյանքով, որը չեն ուզում, որը չեն ընտրել։ Կյանքը քչերին է տալիս երկրորդ հնարավորություն։ Ինձ տվել է։ Այս գիրքը գրել եմ, որպեսզի ոգեշնչեմ, ցույց տամ, թե ինչպես է պետք ստանձնել ձեր կյանքի պատասխանատվությունը։ Անդրե Աղասին առաջիններից էր, որ խոստովանեց, թենիսն ամենամենակիաց սպորտաձևն է ու համարձակվեց պատմել վախերի, ճնշման, պարտությունների, կախվածությունների ու սպորտային փայլուն կարիերայի թռիչքների ու անկումների մասին։ Ինքնակենսագրական խոստովանություն սպորտային ու անձնական ապրումների մասին։ Newmeg and Friends-ը ներկայացնում է ամենաանկեղծ սպորտային ինքնակենսագրականներից մեկը՝ անկեղծորեն Անդրե Աղասի, գրքի գլխավոր գործընկեր Rock Capital։ Բարի լույս, բարի վերադարձ, մենք վերադարձանք խոսելու եւս մի շատ կարևոր, այո, գրքի շնորհանդեսի մասին։ Եվ մենք դիտեցինք թենիսի լեգենդ Անդրե Աղասի ինքնակենսագրական անկեղծորեն գրքի թրեյլերը։ Գրքի շնորհանդեսը լինելու է հունիսի 27-ին Երազայգում Newmeg Summer Fest փառատոնին։ Ես էլ ներկայացնում մեր ճգնախ հյուրերին, տաղավարում են Newmeg-ի գրական ծրագրերի պատասխանատու Անի Հակոբյանը, բարի առավոտ, մեր հավատարիմ հյուր, եւս մեկ անգամ այո, պետք է շեշտենք։ Եվ իհարկե գլխավոր հովանավոր եւ Անդրե Աղասի գրքի գլխավոր գործընկեր Rock Capital մարքեթինգի ղեկավար Աննա Սալոմեն։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք հյուրընկալվելու համար, շնորհակալ ենք, որ օրը մեզ հետ եք սկսում, այն էլ այսպիսի գեղեցիկ թեմայի ենք անդրադառնալու։ Մենք իհարկե խոսեցինք շատ, մենք ինչ լույսը բացվել է կարելի ասել, խոսում ենք այս թեմայով, բայց գրական է բացվել լույսը։ Այո, բայց խոսում ենք հիմա Անդրե Աղասի
Իսկ Rock Capital-ը գլխավոր հովանավորն է, ինչպես կայացվեց որոշումը լինելու հովանավոր առհասարակ այս նախաձեռնությանը։ Երևի մի փոքրիկ նախաբան ասեմ, Rock Capital-ը բոլորին վերջերս ռեբրենդինգ իրականացրեց, ոլորտում շատ հայտնի Armrock ընկերությունը դարձավ Rock Capital եւ բրենդի նոր կոնցեպտը արդեն ներդրումային շուկայում շատ տարբերվող կառուցվեց սպորտի, գաղափարախոսության շուրջ, մասնավորապես այն սպորտաձևերի, որտեղ double աշխատում է, հա, երկխոսության ուժը աշխատում է եւ այդ սպորտերից իհարկե ամենասիրվածը թերևս թենիսն է։ Դա է պատճառը, որ շատ հաճախ ուղերձներ կտեսնեք մեր ընկերության մարքեթինգային արշավներում սպորտի հետ կապված, իսկ աղասին կարծում եմ եզակի ուղղակի սպորտսմեն է, թենիսի աշխարհում նմանը չունեցող տաղանդ, ով ի դեպ դե հայ է եւ հետեւաբար այդ հնարավորությունը նրա ինքնակենսագրական հայ ընթերցողին ծանոթացնելու մենք չէինք կարող բաց թողնել։ Անի, այս տարվա փառատոնի մյուս սպորտային գրքերից մեկը ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի գիրքն է։ Դուք գրքի թարգմանիչն եք։ Այո։ Եվ այն հետաքրքիր կլինի ըստ ձեզ միայն ֆուտբոլի երկրպագուներին, թե նաև մնացած ընթերցասերներին։ Կարծում եմ այս գիրքը նրանց համար է, ովքեր դեռ նոր կարող են բացահայտել իրենց համար ֆուտբոլ սպորտաձևը, որը այս օրերին հատկապես համաշխարհային տենդ է եւ բոլորը կարծես համակված են ֆուտբոլով, բնականաբար մենք չէինք կարող Նյումեկ Summer Fest-ին չունենալ նաեւ ֆուտբոլային այս գիրքը։ Գիրքը իրականում նաեւ նրանց համար է, ովքեր հետաքրքրված են պատմությամբ, սա ոչ միայն ֆուտբոլի պատմություն է, նաեւ ժամանակաշրջանների պատմություն է, տարբեր դարաշրջաններում, թե ինչպես է սպորտաձևը ծնվել, զարգացել եւ անգամ պատմաքաղաքական թոհուբոհի միջով անցել եւ հասել մեր օրեր ու դարձել այն ֆուտբոլը, որը մենք այսօր տեսնում ենք, որով հիանում ենք, որը բոլորի տանն է, կարծես նրանք, ովքեր անտարբեր են, չեն կարող չիմանալ այս սպորտաձևի մասին անգամ։ Գիրքը հետաքրքիր է նաեւ նրանց համար, այն պատանիների համար, ովքեր սիրում են ֆուտբոլ, զբաղվում են ֆուտբոլով, որովհետև այս գրքում կան հետաքրքիր փաստեր, գաղտնիքներ, առասպելներ, որոնք ինչպես հեղինակն է, հա, նշում, անհնար է գտնել պարզ համացանցում որոնմամբ կամ անգամ արհեստական բանականության միջոցով, որովհետև Լուչիանո Վերնիկեն, որը արգենտինացի լրագրող է եւ պատմաբան լրագրող է, ուսումնասիրել է աշխարհի բոլոր արխիվները եւ այնտեղ դուրս է բերել բացառիկ փաստեր, այդ առումով այս գիրքը չափազանց հետաքրքիր է եւ յուրօրինակ։ Ու ինձ հետաքրքրող հարցերից մեկը, դուք եք ընտրում այն գրքերը, որոնք թարգմանում եք, թե մարքեթինգային քայլ է այսօր, քանի որ աշխարհը ֆուտբոլի մասին է, սպորտի մասին է, որոշեցիք նաեւ գցել այս գիրքը թարգմանել որպես լավ առիթ։ Գիտեք, որ Նյումեգը առաջիններից է հայկական գրաշուկայում, որ սկսեց նաև սպորտային ինքնակենսագրականների շարքը եւ մեր սպորտային գրականության մեջ բնականաբար մենք ենք ընտրում, ես որպես նախկին սպորտային լրագրող, նախկին շատ հեռու անցյալում, նաև երկրպագու, բնականաբար այս գրքերի ընտրության մաս կազմում ենք, բայց այս գիրքը հատկապես մեզ համար յուրահատուկ է, որովհետև գրքի հայերեն հրատարակության մեջ մի կարևոր անուն կա, որը մեզ համար շատ թանկ է։ Գիրքը նվիրել ենք Դավիթ Մարտիրոսյանի հիշատակին, նա լրագրող էր, սպորտային լրագրող էր, մեր գոլեգաներ եւ Նյումեգի սպորտային մատենաշարի ղեկավարն էր։ Դավիթը սկսեց թարգմանությունը, ցավոք չկարողացավ ավարտել եւ ես շարունակեցի գործը։ Սա նաև այն մասին է խոսում, որ ֆուտբոլը հիշողություն է, զգացմունք է, էմոցիա է եւ հավեր ինչ-որ բան թողնելու, հիշատակ թողնելու գործ է։ Դե այո, ինչպես ասում են ֆուտբոլի սիրահարները եւ ֆուտբոլիստները, ֆուտբոլը կյանք է։ Աննա, մենք գիտենք, որ Rock Capital-ը եւ Newmeg-ը համագործակցել են, այսինքն սկսվել է համագործակցությունը դեռ տարիներ առաջ, եթե չենք սխալվում, Ռեյ Դալիոյի սկզբունքները գրքի շուրջ է առաջին անգամ։ Այո, եղել համագործակցությունը, այլ հետաքրքիր է ինչ ռազմավարություն է ձեզ միավորում, ինչ ընդհանուր արժեքներ է ձեզ միավորում, ինչու եք այսպիսի գրական նախաձեռնության կողքին ցանկանում լինել։
Նյումեգի հետ համագործակցություն ճիշտ է ծնվել է դեռ վաղուց, իրականում ընկերությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության տեսանկյունից շատ կարևորում է հայալեզու եւ մասնագիտական գրականության ստեղծումը, այդ իսկ պատճառով նախորդ տարի ընտրվել է հենց այդ գիրքը։ Ես կարծում եմ, որ մենք այդ ռազմավարությունը կշարունակենք եւ կշարունակենք համառորեն համալրել ներդրումներին, ֆինանսներին, այդ աշխարհին վերաբերող մասնագիտական գրականության հայաֆիկացումը։ Իսկ Անդրեա Աղասի ինքնակենսագրականին նվիրված համատեղ աշխատանքը մի քիչ ավելի խոր արմատներ ունի, իրականում շատ երկար մտածեցինք, որ սպորտաձևը եւ որ մարզիկը հատկապես մեր նոր բրենդինգի շրջանակներում պիտի դառնա մեր նոր համագործակցության հիմքը եւ հասկացանք, որ Աղասին բացի այն, որ ճանաչված հայ մարզիկ է միջազգային, մրցաշարերում լավագույնս իրեն դրսևորած, նաև շատ հետաքրքիր մարդ է, ով փոխում է կարծրատիպեր, սովորեցնում է չվախենալ, անգամ հասուն տարիքում փոփոխություններ բերելուց, եւ ես անձամբ գիրքը կարդալիս այնքան տպավորվել եմ, որ շրջապատում բոլորին ստիպել եմ կարդալ գիրքը, աշխատանքը եւ հայերեն մեկնաբանությունը դա դարձնում է ավելի հարազատ եւ ընթերցողին տալիս է այդ մասնակցության պատկանելիության զգացողությունը, քեզ թվում է, որ դու թենիսի, հատկապես եթե թենիսի սիրահար ես, մեծ աշխարհի մի մաս ես եւ ուզում ես հաղորդակից լինել, ու Նյումեգի Summer Fest-ի շրջանակներում մենք առիթ կունենանք հենց քննարկելու թենիսի սիրահարների հետ, ունենալու ենք պանելային քննարկում, որտեղ հյուրեր են լինելու եւ թենիսը շատ սիրող ինֆլուենսերներ, Դիանան Հարոյան եւ Լիլիթ Մուրադյան եւ գրքի թարգմանչուհին Լուսինեն եւ թենիսի ֆեդերացիայի հետ ենք համագործակցել եւ թենիսի տղաների առաջնության առաջին ռակետին Միքայելին ենք հրավիրել, որպեսզի երկխոսությունը քննարկում առհասարակ ստացվի ավելի հետաքրքիր ընթերցողի համար։ Նաև բաց դասեր, հենց պրակտիկ այդ պահին իրականացվող փորձառություն կլինի, ինչպես տեղեկացանք, ու հատկանշական է, որ հենց սպորտային գրականությունը առանձնանում է իր մոտիվացնող կոնցեպտով միշտ եւ սպորտային ֆիլմերում եւ սպորտային գրականության մեջ ինձ համար առաջնայինը, որ ես ստանում եմ, դա մոտիվացիան է։ Սերը դեպի սպորտ կամ մոտիվացիան, որը գալիս է հենց հերոսից, եթե իհարկե կենսագրական է գիրքը, այս այլ շատ հետաքրքիր է, որ ես հասկացա ձեր խոսքերից, որ կգտնենք գրքում։ Մի շատ հետաքրքիր հանգամանք կա ի հակադրում են ձեր ասացի։ Գիրքը բացում եք ու սկսվում է հենց նրանից, որ Աղասին ատել է թենիսը ու առաջին զարմանք իրականում դու այդ պահին ես ապրում, որովհետև ես ինքս էլ միշտ մտածել եմ, որ եթե մարդը հաջողել է 8, չգիտեմ, առաջնություններում 8 տարիներ շարունակ առաջին գավաթ է եղել, առաջին ռակետ է եղել, պիտի որ սիրով արվեր ամեն ինչ, իրականում շատ անսպասելի ինֆորմացիա է, որ նա ատել է թենիսը, բայց այն հանգամանքները, որը ստիպել են նրան զբաղվել թենիսով, ընտրել թենիսը, դա դարձնել իր կյանքի այլևս անդառնալի մաս, ստիպում են քեզ շատ մեծ սիրով կարդալ ամեն էջը։ Այսա էլ էր հետաքրքիր տեսար։ Եվ անսպասելի մեջ ասած այնքան գայթակղիչ հայտարարություններ, որպես այդպեսին արեցիք Summer Fest-ի հետ կապված, բայց անեք, խնդրեմ, եւս մեկ անգամ հիշեցնեք օրը, վայրը, ժամը Summer Fest-ի եւ հրավիրեք իհարկե։ Այո։ Ինչպես նշեցիք, մենք բացի գրքերի, շնորհանդեսներից, համերգային եւ ժամանցային ծրագրից ունենալու ենք սպորտային խաղերի հատված, որտեղ ամբողջ փառատոնի ընթացքում զուգահեռաբար միջոցառումներին պատանիները, երեխաները, նաեւ մեծահասակները, ովքեր հետաքրքրված են սպորտով, կարող են գալ մասնակցել այդ խաղերին, ֆուտբոլ ունենք, սուսերամարտ կարող են փորձել ասպետների սպորտաձևը, ունենալու ենք բասկետբոլի ժամանցային անկյուն եւ ունենալու ենք բնականաբար մեծ թենիսի անկյուն, որտեղ նրանք, ովքեր առաջին անգամ են ծանոթանալու այդ սպորտաձևերին կամ արդեն որևէ հնարքների տիրապետում են, կարող են մասնակցել խաղերին եւ հետաքրքիր ու բովանդակալի ժամանց անցկացնել։ Փառատոնը տեղի է ունենալու հունիսի 27-ին, այս շաբաթ օրը երեկոյան 5-ից բոլոր գրքասերներին, սպորտասերներին, բոլորին հրավիրում ենք երազ այգի, մուտքն ազատ է եւ ինչպես գիտեք,
գիտեք, մեր գլխավոր հյուրն է լինելու է մեր պարծանք Անդրեյ Աղասի նման հանրաճանաչ երկրորդ գուցե մարզիկը աշխարհում Հենրիխ Մխիթարյանը, նրա հետ ինքնագրային սեսիա է սպասում եւ զրույց բնականաբար, այնպես որ բոլորին սպասում ենք սիրով Newmek Summer Fest, համեցեք, քանի գոլերը չեն խփել։ Աննա նաև գիտենք, որ Rock Capital-ը ֆոտոզոնայել է պատրաստել, ինչով է առանձնանալու, ինչպիսի պատկեր է սպասվում։ Մենք մտածեցինք, որ բացի թենիսային ակտիվությունը, այսինքն տալ հնարավորություն ոմանց առաջին անգամ ի վերջո ռակետին մոտենալ, կունենանք նաև ֆոտոզոնա, որը թենիսի կորտի տեսքով է բրենդավորված կարմիր երանգով, կլինի Աղասի մակետը, այսինքն թեև ցավոք Աղասին Հայաստան գալ չի կարող, բայց նրա հետ նկարվել դուք կարող եք։ Դա էլ է ապահովված։ Մի խոսքով հագեցած է։ Այո, իրականում եւ շնորհակալություն հայտնել նման նախաձեռնության համար, շատ կարեւոր, շատ հետաքրքիր, շատ, ինչպես ասացի, ճակերտավոր ասած գայթակղիչ նաեւ, բայց իհարկե շատ նաեւ պրոդուկտիվ։ Շնորհակալ ենք ձեզ լավ։ Շնորհակալ։ Մենք զրուցում ենք Newmek-ի գրական ծրագրերի պատասխանատու Անի Հակոբյանի եւ փառատոնի գլխավոր հովանավոր Անդրեյ Աղասիի գրքի գլխավոր գործընկեր Rock Capital-ի մարքեթինգի ղեկավար Աննա Սալոմեի հետ։ Rock Capital-ը Newmek Summer Fest-ի այցելուների համար պատրաստել է նոր ֆոտոզոնա, փառատոնը գեղեցիկ լուսանկարներով անմահացնելու համար։ Այո, կարող եք համազգեստով էլ մոտենալ, եթե ցանկանում եք, կամ առհասարակ ազատեք ձեր ընտրության մեջ։ Դա ինձնից ուղղակի հուշում պատկերավոր այդպես տեսա։ Մտապահեք անպայման փառատոնի օրն ու ժամը հունիսի 27-ին երեկոյան 5-ին Երազ այգի գրական առաջնություն, լեգենդները վերադառնում են, այսպեսի կարգախոս է, ամառային փառատոնը տեղի ունենալու սպորտային, դասական եւ համաշխարհային բեսելերների շնորհանդեսների շուրջ կմասնակցեն նաեւ Հայկ Ֆրիստայլն ու Դավիթ Մանոյանը, գնդակի կախարդանքը շոու է այո լինելու նրանց կողմից։ Կհանդիպենք ֆուտբոլի լեգենդ Հենրիխ Մխիթարյանի հետ վերջապես, այո, երազանքների կատարման վայր է, գիրքը կգնեք, դրա կենսագրական կտակնա կմակագրի, նրա հետ կխոսեք, կլուսանկարահանվեք, սա իսկապես մեծ իրադարձություն է, կից լինելով նաև գրքերին գրականությանը եւ Newmek-ի բոլոր մյուս գրքերը փառատոնին կվաճառվեն 40% զեղչով, սա էլ շատ լավ առիթ է։ Մի խոսքով կհանդիպենք հունիսի 27-ին Երազ այգում, ֆանտաստիկ, ամենասպասված գրքային, գրական եւ այս տարի նաև սպորտային փառատոնի մասին զրույցների հետ առնչվելու համար։ Իսկ մենք ձեզ հետ կհանդիպենք շատ կարճ դադարից հետո, որովհետև պետք է վերադառնանք, դեռ խոհանոց էլ պետք է գնանք, դեռ պետք է մեր մշտական էջերին անդրադառնանք, շատ բան կա անելու։ Այնպես որ շարունակեք մնալ Բայլուսի հետ եւ կարճատև դադարից հետո կվերադառնանք իհարկե մեր հետաքրքիր ընթացքին։